Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօր ասպարեզի եթերում անդրադառնալու ենք մի թեմայի, որը բավական ակտուալ է մեզ համար։ Ադրբեջանցիները Նախիջևանում զորամաս բացեցին, այստեղ նաև տեղակայված են հրթիռային համակարգեր, Նախիջևանում առկա է նաև Սմերչ համակարգերը։ Ռեգնիում Կեդրու կայքը անդրադարձել է այս հարցին, թե արդյոք Բաքուն երբևէ կկարողանա Նախիջևանից ռմբակոծել Երևանը։ Այսօր վերը նշված թեմայի վերաբերյալ զրուցելու ենք Ղարաբաղ կոմիտեի անդամ 1990-95 թվականներին ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան։ Պարոն Բաղդասարյան, ըստ ձեզ որքանով է ակտուալ այդ հարցը եւ արժե մտահոգվել այդ առումով, որ Նախիջևանում ադրբեջանցիները զինտեխնիկա են կուտակում։ Ցանկացած դեպքում ինչպիսի իրավիճակ է լարոչանա, դա մտահոգիչ է։ Մտահոգիչ է բազմաթիվ ասպեկտներով, քանի դեռ կոնֆլիկտը կա մեր երկու երկրների մեջ, իսկ այդ կոնֆլիկտը մոտակա ժամանակներում չի լուծվելու, ես կարծում եմ։ Երկու կողմն էլ պետք է պատրաստ լինեն անակնկալների, հատկապես մենք։ Եվ այստեղ հարց է առաջանում, ոչ մեկը բոլորս էլ կուզեինք, որ նման վտանգ չառաջանար։ Բոլորս էլ հոգոխորքում կուզեինք, որ բարի դրացիություն լիներ եւ խաղաղադրելու հնարավորություն լիներ։ Դա բնական է։ Բայց ինչպես ասում եմ, կա կոնֆլիկտը, որը լուծում է պահանջում, որի լուծման ճանապարհներից մեկը ամենավերջինն է, իսկ այսօր կարծես թե ամենաակտուալը դա պատերազմն է միմյանց միջև։ Եթե ինչ-որ մի ժամանակ մենք հնարավորություն ունեինք քաղաքական եւ տնտեսական այնպիսի քաղաքականություն իրագործել, որը կստիպեր Ադրբեջանի նստել մի պարզ բանի հետ հաշվի։ Այն ինչ որ աշխարհը ընդունեց, ֆիքսեց, դա ինքնորոշման իրավունքի հարգումն է։ Եթե մենք չմսխեինք 94 թվականի ռազմական հաղթանակը, եթե մենք չմսխեինք 90 թվականի 88-90 թվականների ժողովրդավարական շարժման այդ համաշխարհային աջակցությունը եւ այդ հիմքերի վրա կառուցեինք նորմալ պետություն, ապա վստահ եմ, որ Ադրբեջանի ախորժակը այդքան չէր բացվի, ինչքան այժմ է եւ ինչ-որ մի պահ կլիներ, որ նա կհարգեր եւ Ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքը եւ աշխարհի կողմից այդ ինքնորոշման իրավունքի ճանաչում։ Այսօր մենք դա չունենք։ Մենք ունենք մսխած հաղթանակներ, պատերազմական բացահայտ հաղթանակներ, անավարկելի հաղթանակներ, որոնք ամրագրված են սահմանների ընդլայնմամբ մեր Արցախյան սահմանների անվտանգության ընդլայնմամբ, բնակչության անվտանգությամբ, այդպիսի բացահայտ առավելությունը հիմա փաստորեն իջիկ է դարձել այն բանով, որ նաև որպես դրան հակակշիռ Ադրբեջանը իր զինուժը Ռուսաստանից ստացած, սա շեշտենք, Ռուսաստանից 5 միլիարդի սահմաններում ստացած միջին հեռահարության նույնիսկ ինչ-որտեղ մասսայական ոչնչացման զենք բնութագրվող զենքերը տեղադրում է Նախիջևանում որպես լրացուցիչ ճնշման միջոց, որպես լրացուցիչ միջոց բանակցությունների սեղանի շուրջ առավելություն ստանալու։ Հայտնի բան է, որ բանակցությունների սեղանի շուրջ ոչ թե հաշվի են առնում ով ինչ խոսեց, ով քանի այլ ուժեղներին, քանի փաստաթուղթ օրինակ բերեց կամ միջազգային պայմանագրեր կամ չգիտեմ նորմեր, այլ ով ինչ փաստարկներ ունի իր հավակնությունները իրագործելու, ապահովելու։ Այդ առումով Ադրբեջանը ամեն անգամ մի նոր բան է ավելացնում։ Նկատի ունեմ սահմաններում ամեն
անդամ սանձազերծող ագրեսիվ գործողությունները, ամեն հանդիպումից բանակցություններից առաջ դիվերսիոն հետախուզական քայլերը, այդ բոլորը նպատակված դրված են մի բանի, որ բանակցությունների սեղանի շուրջ ցույց տալ, որ ահա մենք այսքան պոտենցիալ ենք տիրապետում մեր խոսքին տեղ կանգնելու։ Իսկ ո՞րն է Ադրբեջանի խոսքը, որ ոչ միայն չեն քարտում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, այլ հրապարակային նույնիսկ արդեն քաղաքական հարցությունը հրապարակ են նետում, որ ընդհանրապես Հայաստանն է որպես այդպիսի պետություն չէ գոյություն ունեցել, դա Ադրբեջանի հավաքությունների շրջանակում է գտնվում, ու հենց այդ քաղաքական, ռազմական, տնտեսական, այդ ամեն մի ասպեկտով բանակցությունների սեղանի շուրջ իրենք ստեղծում են լրացուցիչ իրենց համար շահավետ վեկտորներ։ Մենք դրան հակադրում ենք համարժեք մեր կարողությունների չափ։ Կարծում եմ այդ թեմայով խոսել ավելորդ է, վստահաբար ոչ միայն չենք հակադրում, այլ 94 թվականից հետո Հայաստանի բոլոր իշխանությունները ամեն ինչ արել են, որ մեր ունեցած փաստարկները թուլանան աշճանաբար գնան անեացման։ Եվ քիչ-քիչ այդ խաղաքարերը տրվեցին Ռուսաստանին, երրորդ կողմին, որը օգտագործելու է բացառապես իր շահերի շրջանակներում։ Պարոն Բաղդասարյան, արդյոք չկա մտավախություն, որ Բաքու-Թբիլիսի կարճ երկաթգիծը, եթե այս տարի շահագործվի, այդ ճանապարհով ևս նախիջևան ադրբեջանցիները զենք զինամթերք տեղափոխեն։ Ի վերջո, այդ զենք զինամթերքը տեղափոխելը միշտ էլ կարող են իրենք, կարող են Թուրքիայից տեղափոխել, դա իրենց համար այդքան էական պրոբլեմ չի, չնայած այդ երկաթուղին Ադրբեջանի ինքնիշխանությունն է նաև ուժեղացնում ինչ-որտեղ, ընդհանրապես բոլոր յուրաքանչյուր պետություն այս կոնֆլիկտի մեջ ներգրաված, մենք եւ ադրբեջանցիները, բնականորեն պարտավոր են ամեն ինչ անել իրենց խնդիրները լուծելու համար։ Ադրբեջանը ամեն ինչ անում է, Հայաստանին դուրս է թողում բոլոր տեսակի կոմունիկացիոն ծրագրերից, բոլոր տեսակի։ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում է, որ Հայաստանը դուրս մնա այդ ծրագրերից։ Հայաստանի իշխանությունները նույնպես դա ամեն ինչ անում են, որ հենց այնպես չհնչի խոսքս առանց փաստարկի։ Իրանի հետ հարաբերությունները դրա վառ ապացույցն են, որ մինչև հիմա բանը ընտրություններից ընտրություն հնչող այս հնգամյակում կկառուցենք Իրան-Հայաստան երկաթգիծը, այս հնգամյակում Իրան-Հայաստան գազի տարանցիկ խոսք կունենանք եւ այլն։ Եվ այսպիսի բաներ, բայց արդյունքում կնքվում է Իրան-Ադրբեջան համաձայնագիր, տնտեսական, տրանսպորտային եւ այլն։ Այսինքն ադրբեջանցիները գործ են անում, վրացիները մենք խոսում ենք, մեր իշխանությունները միայն դատարկ խոսում են։ Դուք ճիշտ եք նկատում, եթե վերցնենք հանկարծ վերհիշենք 95 թվականից սկսած առ այսօր մեր ծրագրերը, մեծ խոստումները, որի ասենք կարող է թագի զարդը լինել, մեծ խոստումների, այդ սուտ խոստումների թագի զարդը կարող է լինել, ասենք Գյումրին տեխնոպարկ սարքել, ասենք այն օվկիանոս կողքը ստեղծելը եւ այլն, եթե հիշում եք Տիգրան Սարգսյանը այդպիսի ծրագրեր հրապարակ նետում, եթե նայենք իսկապես մեր տնտեսությունը հետընթաց է ապրել, մենք բացի հանքարդյունաբերությունից ուրիշ ոչինչ չունենք, հանքարդյունաբերություն որը չի ծառայում Հայաստանի շահերին, այլ ինչ-որ մոնոպոլ շահերի է ծառայում, մասնավոր ուրիշ ոչինչ չենք դնում։ Մենք եթե նույնիսկ ենթադրենք էլի չենք կարող արդյունաբերություն զարգացնել, բարձր տեխնոլոգիաներ, ենթադրենք մենք այդպիսի ազգ ենք, էլի չենք կարող, բայց ցանկացած մեկ այլ ազգ, մեկ այլ ազգի իշխանություն գոնե հանքահումքային ռեսուրսների շահույթը կօգտագործեր հակակշիռ ստեղծելու համար հակամարտող մյուս երկրի հետ։ Այսինքն
պատերազմը երկու դեպքում կարող է չլինել։ Մեկ, եթե խնդիրը լուծվում է, երկրորդ, եթե պատերազմը երկու կողմին էլ կործանող անվերադարձ վնասներ կարող է պատճառել։ Հիմա այդ մի կողմի լուծելու խնդիրը կարծես թե չի ստացվում, որովհետև Ադրբեջանի կողմից բացարձակ չընդունելը խնդրի առկայությունը, բացարձակ չընդունելը, իսկ մեր կողմից հակակշիռների ստեղծումն էլ, ինչպես տեսնում ենք, հույսներս մինչև անցած տարվա ապրիլի 1-ը փուչ խոսքերով, սուտ խոստումներով ժողովրդին կերակրել մեր զորքի տարածաշրջանում ամենահզոր լինելու մեր զինվածության մակարդակի մինչև որ խոստովանվեց 80-ական թվականների զենքերով էր, զենքերով են զինված եւ երկրորդը ոչինչ չստացվեց, նյութատեխնիկական բազա չստացվեց, գոնե հանքերի շահագործումից եկած բաները, ասենք ինչպես արաբական շեյխերն են վարվում իրենց երկրների հետ, նավթի կամ հենց Ալիևը, նավթի վաճառքից ստացած օգուտները, բացի իր միլիարդատեր դառնալուց, իր լափելուց, մեծ մասը տրամադրում է նաև հենց իր անվտանգության, հանդիմս իր երկրի անվտանգության, իր երկրի ռազմական խնդիրներ լուծելու։ Այ մեզ մոտ դա չի արվել։ Մեզ մոտ դա չի արվել, դրա փոխարեն այդ խնդիրները ինչ-որ չափով լուծելուն վաճառվել է Հայաստանի քաղաքական ինքնիշխանությունը։ Քանի որ Հայաստանի քաղաքական ինքնիշխանությունը ապրանք է, որը ունի գնորդ, հանձինս Ռուսաստանի, Պուտինի ծնկից վեր կանգնելով ստաց Ստալինի հողերի հավաքում, այդ ռուսկի միրի տարածում, այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի հողատարածքը պահանջարկ ունի։ Ահա դա է դրվել վաճառքի կոպիտ ասած, ինչ որ չափով անվտանգությունը ապահովելու հեռանկարով, իբր թե բայց նորմալ մտածող մարդու համար ակնհայտ է, որ դա ընդհանրապես կապ չունի Հայաստանի անվտանգության հետ, վկա մինչև հիմա համարյա 2-1 զոհ սկզբունքով այսքան տարի ձգվող հակամարտությունը, այսօր էլ զոհ ունենք, հենց այսօր զոհ ունենք, երեկ էլ ունեինք, այդպես շարունակ ապրիլյան 100-ից ավել զոհերն էլ չհաշված փոքրիկ պատերազմում։ Ու շարունակում ենք այդ տեմպով, այդ նույն քաղաքականությամբ, արդյունքը ես որևէ այսպես դրական այսպես շարունակելու դեպքում միայն բացասական արդյունքներ են ակնհայտ։ Դրական անելու ոչ մի տրամաբանող մարդու մոտ հնարավորություն չի մնում։ Եթե հիմար չի։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնենք այսօր ասպարեզի զրուցակիցը Ղարաբաղ կոմիտեի անդամ 1990-95 թվականներին ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն էր։ Հարցազրույցը վարեց Անահիտ Սիմոնյանը, ցտեսություն։